Նախ կարելի է մտնել էջ, ստուգել մեր մասին բաժինը կա, հետադարձ կապը կա, արդյոք նյութը սկզբնաղբյուրը ինչպիսին է ու որտեղից է գալիս, եթե թեկուզ այդ հրապարակողը հեղինակային իրավունքները պահպանել է, դա արդեն խոսում է ճշգրիտ եւ գրագետ աշխատելու մասին։ Ստեփանավանում ձևավորվում է փաստերի ստուգման մշակույթ կամ Գլորվա երիտասարդական ծրագրերի կենտրոնը երիտասարդները գործելիս Հայաստանում երիտասարդների զորեղացման եւ առաջնորդության խթանման ծրագրով ստեղծել է փաստերի ստուգման ակումբ պայքարելու ապատեղեկատվության դեմ եւ նպաստելու մեդիագրագիտության զարգացմանը։ Երրորդյա դասընթացին մասնակցել է Ստեփանավան խոշորացված համայնքի 25 երիտասարդ։ Նրանք ծանոթացել են փաստերի ստուգման գործիքներին, թվային անվտանգության հիմունքներին, անձնական տվյալների պաշտպանության եւ կեղծ ու մանիպուլատիվ բովանդակության բացահայտման մեխանիզմներին։ Վեր են հանվել Ստեփանավան խոշորացված համայնքի, ինչպես նաեւ հարակից բնակավայրերի երիտասարդների կարիքները, մանրամասն հարցումների միջոցով փորձել ենք հասկանալ, թե ինչի կարիք ունեն երիտասարդները։ Ծրագրի ընթացքում ստեղծվել է նաև 2 պրոֆեսիոնալ հոլովակ հենց ծրագրի շահառուների մասնակցությամբ, որի շրջանակում նրանք ցուցադրել են իրենց ստացած գիտելիքները։ Վերապատրաստված երիտասարդներից 10-ը ընտրվել են փաստերի ստուգման համայնքային դեսպաններ։ Նրանք արդեն իրականացնում են իրազեկման արշավներ կրթական հաստատություններում։ Դասընթացն անցկացվում է ոչ միայն դասախոսությունների, այլև բանավեճերի, ինտելեկտուալ խաղմրցույթների, ֆորում թատրոնի եւ թեմատիկ ֆիլմերի քննարկումների ձևաչափով։ Միջոցառումներին արդեն մասնակցել է ավելի քան 200 մարդ Ստեփանավանից եւ հարակից համայնքներից։ Նախքան այս ակումբ գալը դեռ չգիտեի տեղեկությունը տարբերել փաստը կեղծիքից եւ այժմ ունեմ բավարար գիտելիքներ համացանցում յուրաքանչյուր տեղեկության հանդիպելիս տարբերել այն արդյոք կեղծ է թե ճիշտ եւ նախ եւ առաջ ստուգում եմ դրա նպատակը, հեղինակին եւ թե որտեղից է եկել, այսինքն դրա սկզբնաղբյուրը։ Ծրագրով ստեղծվել է նաև փաստեր մաստեր սեղանի քարտային խաղը հանրության շրջանում մեդիագրագիտության մակարդակը բարձրացնելու նպատակով։ Այն տրամադրվել է համայնքի կրթօջախներին, քաղաքասարակության կազմակերպություններին, հասանելի է նաև առցանց։ Կյանքում կիրառելի գիտելիքներ են, որ ավելի զգուշ ես լինում, ընդհանրապես մեդիագրագետ ես լինում, ու ընկերական շրջապատում կօգնեմ ընկերներից, որ հանկարծակի չխաբվեն, խաբեությունների զոհ չդառնան։ Եվրամիության եւ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագրով գործարկվել է նաեւ ստուգված է առցանց հարթակը։ Այստեղ հրապարակվում են ստուգված հոդվածներ, ներկայացվում փաստերի ստուգման ամբողջ գործընթացը։ Ծրագրի ավարտից հետո Ստեփանավանի փաստերի ստուգման ակումբը կշարունակի գործել ինքնուրույն համայնքապետարանի տրամադրած տարածքում, դառնալով մեդիակրթության եւ ապատեղեկատվության դեմ պայքարի համայնքային կենտրոն։ Սերինե Սերոբյան, Պետրոս Պետրոսյան, լուրերի համար։